քննադատեցես, պարոն Ռուստամյան։ Բնական է, նորմալ է, բանավեճ է տեղի ունենում, շատ հասկանալի, ընկալելի, ամեն մեկն իր ենթատեքստերն ունի, ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, բայց մի բան հստակ է, որ սա առաջի դրսևորումն է մեր համագործակցության հեռանկարային այդ համաձայնագրի, որը կստորագրվի եկող շաբաթ։ Այն ժամանակ, երբ որ միավորում էին, մենք կողմ չենք եղել, եթե միանանք, ասենք, նույն տրամաբանությանը, որ այստեղ հնչեցնում են, ով է պահպանում իր սկզբունքները, այդ առումով մեզ այդ անսկզբունքայնության մեջ չեն կարող մեղադրել, որովհետև ժամանակին, եթե հիշեք, նույն արտակարգ իրավիճակների նախարարություն չկար։ Դա ստեղծվեց հենց օրինաց երկիր կուսակցության նախարարին տրամադրելու համար։ Եվ դրա համար մարդիկ, որ ինչ-որ հայտարարություններ անում են, մի քիչ պետք է հիշեն նաև անցած ամբողջ պատմությունը։ Հետո միացվեց այդ նախարարությունը տարածքային կառավարմանը, որը նույնպես քաղաքական ենթատեքստ ուներ եւ ամեն մի այդպիսի քայլն էլ ընդհանրապես չի կարող քաղաքականությունից կտրված լինել։ Պարոն Ռուստամյան, ձեր գործընկերները ընդդիմության թևից չեն հասկանում, այսինքն նշում են, որ հիմնավորում չկա նորմատիվաբանական, թե ինչու մեկ տարի առաջ այս երկու կառույցները պետք է միասին գործեին եւ հիմա այսպես քաղաքական նպատակարարությունից ելնելով բաժանում, այսինքն զուտ պաշտոններ տրամադրելու համար։ Ուրեմն ես ասացի, մենք ժամանակին, երբ որ միացնում էին, մենք կողմ չենք եղել սրան, որտեղ համարել ենք, որ նախ ճիշտ չի դա, եւ բնականաբար մեր մոտեցումը հիմա նույնն է մնացել։ Բացի այդ, արտակարգ իրավիճակները նախարարություն չի եղել։ Դա ստեղծվել է նախարարություն ժամանակին օրինաց երկրի, այսինքն դա համար մարդիկ որ հայտարարություններ են անում, թող հիշեն նաև ժամանակի։ Պարոն Ռուստամյան, իսկ ասում եք, որ բաժանմանը կողմեք եւ միացմանը այն ժամանակ դեմ եք, ինչին է կողմ, որն էր խնդիրը, այսինքն։ Մենք ձեռնպահ ենք քվեարկել այն ժամանակ, կողմ չենք եղել։ Նույն տրամաբանությամբ նախ մենք կարծում ենք, որ արտակարգ իրավիճակների հարցը դա ներքին գործերի նախարարությանը ավելի շուտ հարիր գործառույթ է եւ ապագայում ես վստահ եմ, որ կլինի շատ ավելի լուրջ կառուցվածքային վերանայումներ, որպեսզի համապատասխանեցնենք նաեւ սահմանադրությանը, որտեղ չլինի 18-ից ավել նախարար եւ 3-ից ավել փոխվարչապետ։ Այսինքն գիտեք, սահմանադրությունը սահմաններ է դրել։ Այսինքն ես վստահ եմ, որ սա ժամանակավոր է, այսպես ասած, ընթացք է դեռ նախկինի իներցիայի հետ կապված, բայց ապագայում մենք ունենալու ենք շատ ավելի արդյունավետ բաշխման խնդիր եւ այդ հարցն էլ պետք է լուծենք։ Մենք պետք է բերենք կառավարության կառուցվածքի հետ կապված նոր սահմանադրությանը լիարժեք համապատասխանող, ոլորտներն ամեն մեկը իր տեղում գտնվող լուրջ օրենսդրական նախաձեռնություն այդ առումով։